քրիստոնեության մեջ կնոջ եւ տղամարդու սեռական հարաբերությունները դատապարտելի արարքներ չեն համարվում։ Ընդհակառակը խրախուսվում է երեխա ունենալը։ Հիմա դու հասկանում ես, մեր երկրում այս պահին հարկ վճարողն է հերոս։ Ինչքան էլ որ մենք ասենք, որ ինքը ոչ adekvat է, բայց ինքը իր վիճակը, իր իրական հանրային աջակցության մակարդակը ինքը հասկանում է։ Նիկոլ Փաշինյանը Հիտլերն է, ինչն է, որ ասեին հրամայել են, մենք էլ գենոցիդ արել ենք։ Դա մի քիչ տենց էս այդ բանը չի, էլի սիտուացիան չի։ Հա այդ մարդը ոչ թե հաղթում է ընտրություններում, ինքը հաղթում է Բերդի ուղեգիր։ Այդ ռեսուրսները տենց նկարահանման, հա, մարդու, չգիտեմ, լոգարանում տեսախցիկ դնելու հնարավորություն, այս երկրում նես չի որ բոլորը ունեն, էլի։ Ես չեմ բացառում, որ ինքը օրինակ պատարակներին չմասնակցելու հողի վրա սկսի պաշտոնակություններ կազմակերպել։ Այդ բանաձևի դուք համաձայն եք ազգակործական ոչ մի ֆիզիկական Ռեմբոն դառավ աշխարհակահաղական գիգ։ Այդ մարդը կապիտուլյանտ է, ինքը ձեռքները բարձրացրել, հանձնվել է։ Ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։ Ողջույն, դուք հրապարակի YouTube-յան ալիքում եք այսօր երկուշաբթի եւ ամեն երկուշաբթի Զարա եւ Ավետիս ոդքասթը փորձում է վերլուծել քաղաքական ամենակարևոր թեմաները։ Ողջույն Ավջան։ Ողջույն Զարա, բարև ձեզ, սիրելի հետևորդներ։ Երևի լավ եմ, որովհետեւ նախորդ շաբաթ բավական հետաքրքիր եւ հուսադրող իրադարձություններ տեղի ունեցան։ Ես ասեմ իմ տրամը միլիոնի վրա գնում է, ընդ որում եթե մենք այս հաղորդումը նկարեինք շաբաթ օրը, ոչ թե երկուշաբթի, ես այդտեղ կատաղած բան պայթացնելու էի, ռումբեի գցելու էի, անելու ունենալ, բայց Կիրակի օրվա պատարակից հետո նենց խաղաղվել եմ, նենց հանգստացել եմ, նենց իմ սեփական ժողովրդի նկատմամբ, չգիտեմ, հարգանքս ու հավատս վերականգնվել է, ասա ինչի։ Դու գիտես ինչի։ Իհարկե, խոսքը Հովանավանքում տեղի ունեցած կեղծ պատարակի մասին է, որը նախաձեռնել էր Նիկոլ Փաշինյանը, որը իրան հռչակել է նոր կաթողիկոս, ինչու նոր կաթողիկոս, փաստորեն հիմա Նիկոլ Փաշինյանն ինքն է որոշում, թե իրանց այդ այսպես կոչված աղանդի ովքեր են հոգևոր հովիվները, չէ ինքնա, չէ, քահանա կարգում, քահանան։ Ասում է կարգալույծ անելը բան չի, ես չեմ ընդունում այդ կարգալույծությունը, ասում է, իմ համար Ստեփան Ասատրյանը շարունակում է մնալ Տեր Արամ, ես էլ գնում եմ իր պատարակին, ու ոչ միայն ինքն էր գնացել, այլ նաև հավաքել էր իր թիմի կարկառուն ներկայացուցիչներով, ասես մի հատ ամբողջով գնացել էին այդ փոքրիկ եկեղեցի։ Ամբողջը վատ բառ է, հայրենում դրա մասին այդ արտահայտությունը մի հատ ավելի լավ բառով է բնորոշում, չասես ոհմակ։ Չէ, կոչվում է խաժամուժ։ Խաժամուժ։ Էլի ված չի դա խաժամուժը դա գիտես ինչն է, որ սենց ինչ-որ ամեն տեղից հավաքած որևէ նկարագիր, կենսագրություն, որակ, չգիտեմ, ունեցող մարդկանց խումբն է, այո, որը ընդամենը առաջնորդվում է բանի այդ օրվա տիրոջ կարգադրություններով։ Նիկոլ Փաշինյանը այսօր իշխանություն ունի, այդ մարդիկ նրա ենթականերն են ու կատարում են նրա հրահանգները, իշխանություն չի ունենա, փող չի ունենա, այդ մարդիկ կսկսեն Նիկոլ Փաշինյանին անիծել, չգիտեմ, թաղեմ դրա բոյը, բան մեռնի դրա արևը, հազար ու մի անեծք տալ։ Ինչի, մենք այտենց բան գոնե վերջի 40 տարվա ընթացքում լիքը այտենց իրադարձություններ ենք տեսել, սկսած կոմունիստական դարաշրջանից, ժամանակներից վերջացած Լևոն։ Մի գիշերվա առնետավազքերը մեր պատմության մեջ հաճախ կրկնվել են։ Բայց մի հատ մի քիչ մանրամասներ տանք, հա, ենթադրենք մեր լսարանը չի տեսել այդ պատարակը, տեղյակ չի ինչի մասին է այս ամեն ինչը, մեր ոգևորությունը չի հասկանում, ասում նստել են երկու ինչ-որ բանից գոհեն Նիկոլը ալտերնատիվ պատարակի է գնացել։ Ուրեմն, այնտեղ էին հիմնականում Նիկոլ Փաշինյանի քաղաքական ենթակաները, աշխատողները։ Հա, նրանք են օրինակ կառավարության անդամները, մարզպետները, չգիտեմ, ազգային ժողովի իրապատգամավորները, որոնք ոնց որ թե տենց ուղիղ ենթակայություն չունեն, բայց էլի տենց հոտի նման գնացել էին։ Չէ, ունեն ենթակայություն, ինքը այսպես կոչված կուսակցության նախագահն է,
իսկ դրանք իր ենթականերն են կուսակցական գծով։ Այսինքն եւ կուսակցական գծով ենթականերն էին, օրինակ նույնիսկ Երևանի ավականու անդամներ կային եւ այլը եւ Մեկ մի քանի հատ էլ այն Բերգիդրոլ մազերով ճոճերից էին, որ տենց բան բարձվեց հետո մի մասը աղանդավոր են, մի մասը, չգիտեմ, դրսից եկած ինչ որ տենց միջև հիմա Նիկոլով հիացած ինչ որ անհասկանալի քաղաքացիություն ենթադրաբար չունեցող կանայք են, որ ասում Ամերիկայից հատուկ եկել են պատարագին, լուրջ, հատուկ եկել ես բան կարգալույց քահանայի պատարագին, բայց ամենակարևորը ինչ որ մեկը, ինչ որ խելոք մի մարդ չգիտենք ով, բայց ասենք sense որ ռեսպեկտ էլի մեր հարգանքը այդ մարդուն, այդ օրը որոշել է այդ ժամին դրոն թռցնի, տեսնի ինչքան մարդ կա այդ։ Եվ դա չի եղել Իոնես Դանիելյանը։ Այո։ Որը ասել է ընդդիմուց մենք չենք հաշվել այդ հավաքը։ Հա։ Ինչի չպետք է հաշվին, դա թիվ չկար որ հաշվեր էլի։ Չէ, որովհետև դա նիկոլական հավաք է, ինքն էլ Նիկոլի աջակից է, ասենք Նիկոլի իշխանության մի մասնիկն է։ Հոչի հաշվի ասի այնտեղ ներկա էր 500 մարդ։ Օք, այդ է ուզում ասեիք։ Այդ նկարը գցել են ChatGPT-ին հանձնարել, ասել են հələ հաշվի քանի հոգի է, չնայած ասած ասեմ կարելի է նստել 0-ով էլ հաշվել, էլի, այդպես մի բարդ ման։ Մատերի վրա։ Հա, էլի, մատերի։ Ոյ, մի խոսքով 550-ից մինչև 750 մարդ ChatGPT-ին են, որ շատ են բանով էլի, այդպես առատաձեռն այդ թիվն է հրապարակել։ Այսինքն, այդ մարդը մի ամբողջ, չգիտեմ, քանի ամիս է գործընթացը գնում Մայիս ամսից։ 5 ամիս է ուրեմն դրած տերոր անում, ամեն օր ռեժիմով դրան անդրադառնում, քարոզ անում, չգիտեմ, փաստարկներ աբերում, արդյունքում կարողանում է կեղծ քահանայի պատարագին տանի ընդամենը 550-ից 750 մարդ։ Մենք դրա մասին ինչ կարծիք ունենք։ Մենք դրա մասին հետևյալ կարծիք ունենք, որ կառավարությունը վարչական ռեսուրսը անհամեմատ ավելի մեծ է, քան 550 կամ 700 մարդը, եթե հաշվի իհարկե։ Նախարարությունների աշխատակիցներով բանով որ հաշվես, մի քանի հազար հանգիստ։ Սա նշանակում է մի բան, նույնիսկ իր վարչական ռեսուրսի մի մասի համար կա կարմիր գիծ, եւ այդ մարդիկ ամանչում են այդտեղ ներկա լինել։ Իհարկե ինքը հայտարարել է, որ հաջորդ կիրակի նորից է պատարակ կազմակերպելու։ Առաջին անգամից չի հասկացել, մի հատ այդ բանն էլ ինձ բացատրի։ Նայ, այդ պատարակները կեղծ պատարակ էլի, մենք պատարակ բառը մի քիչ սրանով ոնց որ բանալ անենք։ Սենց ասեմ, այդտենց պատարակ ես ու դու էլ կարանք անենք։ Մենք կարգավիճակով այդ բանի Ստեփան Ասատրյանի հետ նույն կարգավիճակի մեջ ենք։ Հա, դա չեղավ պատարակ, էլի։ Իդեպ ԿՊ-ն հիմա կարելի է վերցանել մինչև հիմա ասում էին պետություն քանդողները, չէ՞։ Ես օրինակ հիմի կարամ ասեմ, որ նոր բան եմ մտածել, քրիստոնեությունը պղծողները։ Կարալ։ Որովհետև այն ինչը որ իրանք անում են, դա քրիստոնեական հավատքի պղծում է, ուրիշ որևէ կերպ չի։ Նայ, ինքը շարունակաբար ուզում է, որ ոչ իրեն ոչ ենթակա բաներին, վարչական ռեսուրսը զորով քաշի տանի այնտեղ։ Այսինքն ոչ ենթակա վարչական ռեսուրսը։ Հիմա ինքը ենթադրում է, որ վարչական ռեսուրսը ամբողջությամբ իրան ենթակա։ Դե չի ենթարկում, եթե այնտեղ 500 նկատի ունես գաղափարական ոչ ենթակա, ոչ թե ի պաշտոնը, էլի։ Հա, որովհետև երբ որ ինքը ասում է ես կաթողիկոս եմ, եւ ես այնտեղ կազմակերպում եմ բան, այսպես կոչված կեղծ պատարակ, պետքա իր այսպես ասած աղանդի անդամները գան եւ մասնակցեն, չէ՞։ Ես քեզ ասեմ, պաշտոնի իջեցում եմ ես արձանագրում։ Ում պաշտոնի իջեցում։ Նիկոլի, ընդամենը կաթողիկոս է։ Առաջ փրկիչ էր թիմ։ Առաջ Քրիստոսներ, որը մեռնում էր ու հարություններ անում։ Դե ուզում եմ ասեմ, նույնիսկ ինքը որպես կեղծ աղանդի քարոզիչ, ու կաթողիկոս ասելը սխալ է, կեղծ աղանդի քարոզիչ, ինքը այդ մարդկանց բոլորի վրա ազդեցություն չունի, այսինքն չի կարում բոլոր մարզպետներին, մարզպետարանների բոլոր աշխատողներին, բոլոր համայնքապետերին, չգիտեմ, նախարարներին, նախարարության վարչության պետերին, բաժնի պետերին, այդ բոլորին ինքը չի կարում քաշտատեղ։ Ինչի համար։ Ախպեր, այդ մարդիկ ասում են, որ մենք հələ որ հավատարիմ ենք, դեռևս հավատարիմ ենք հայ առաքելական եկեղեցուն։ Մենք Նիկոլի վկաներ աղանդի անդամ չենք հələ դարձել։ Իսկ կարող է ուրիշ մոտեցումով է, օրինակ, չգիտեմ, մի բան իշխանության անունից բան անել, հա, իշխանության հրահանգը կատարել, երբ որ դա վերաբերվում է կառավարման ապարատին, երբ որ դա վերաբերվում է պետությանը, չգիտեմ, թեկուզ ոստիկաններին եւ այլն, մի ուրիշ բան է հոգեվոր կյանքը, էլի։ Այդ այն ոլորտը չի, որտեղ քո վերադասը իրավունք ունի քեզ ինչ որ ցուցումներ տալ։
Դե հիմա, բա իմ ասածը ինչ է, Զառա ջան, ինքը ուզում է այդ մարդկանց կոդրի։ Ասի, գիտեք ինչ կա, ես ոչ միայն ձեր մարմինների տերն եմ, ես նաև ձեր հոգիների տերն եմ։ Եվ եթե դուք ուզում եք պաշտոն ունենաք, դուք պետք է անպայման գաք ու ներկա լինեք իմ պատարակներին։ Իմ պատարակներին պետք է գաք ներկա լինեք։ Ես չեմ բացառում, որ ինքը օրինակ պատարակներին չմասնակցելու հողի վրա սկսի պաշտոնակություններ կազմակերպել։ Բայց այդ փոքր եկեղեցում այդքան տեղ չկա, էլի, որ տենց բոլորը գնան։ Նայ, թող Բաքում գան, Ձորեն գնեն։ Իսկ բա ճանապարհներին կանգնեն, չէ՞, հաշվենք, որ պատարակին ունեք։ Այդ 750 մարդուց, ենթադրենք 750-ը չափ GPT մաքսիմալ թիվը, մի 30-ը լրագրող էր, լրագրող օպերատոր, 400-ը ոստիկան ԱԱԾ աշխատող էր։ Ահա, ով է գնացել այդ պատարակին։ Դե լսի, ես որ ասում եմ մատերի վրա հաշվել, ես իրականում ասում եմ, որ այն մարդիկ, ովքեր Նիկոլի կոչով են գնացել, ոչ թե ասենք ծառայության բերելով կամ չգիտեմ սենց նենց բան, աշխատանքի բերումով, էլի։ Աշխատանքի բերումով, ծառայության բերումով, այդ մարդկանց թիվը առավելագույնը մի 50-60 հոգի էր։ Առավելագույնը, մաքսիմում։ Ընդ որում կային այդ պատարակին մասնակցող նաև բան, չգիտեմ, խելամիտ, ինչա, հայերեն ասել մարդիկ, ովքեր գոռում էին, որ Ստեփան Ասատրյանը իրավունք չունի պատարակ բան անելու, անցկացնելու, բերան այդ խեղճտղու բռնեցին, հանեցին, մի ուրիշ տղա մոտեցել է, չգիտեմ, ձեռքից բանն Աստվածաշունչ նախլել այդ պատարակից հետո, մի խոսքով, այսինքն նաև եղել են ընդդիմադիր ու, չգիտեմ, հայկական Եվ քրիստոնյա մարդ։ Քրիստոնյա, այո, առաքելական եկեղեցու իսկական հետևորդներ, էլի։ Հիմա լավ, ձախողվել է։ Իհարկե ձախողվել է, բայց ինքը հասկանում է, որ ձախողվել է։ Հա ինքը լսի, բայց ինքը նենց չի, ինչքան էլ որ մենք ասենք, որ ինքը ոչ ադեկվատ է, բայց ինքը իր վիճակը, իր իրական հանրային աջակցության մակարդակը ինքը հասկանում է։ Ինքը գիտի, հա, ինքը գիտի, որ հասարակության 90%-ի կողմից ինքը մերժված է։ Հա, հետո ինչ։ Գիտի։ Հիմա հարց Եթե ձախողվել է, եթե հասկանում է, որ աջակցություն չունի, եթե այդքան քարոզարշավից հետո իրան հաջողվեց ընդամենը քո ասած 60 հոգուն որպես մարդ ընդեղ տանել, ինչի՞ է մյուս գիրակի գնում։ Դե ես նորից եմ ասում, որպեսզի ինքը փորձի ցույց տալ, որ իր կողմնակիցների թիվը անընդհատ ավելանում է։ Այս անգամ ինքը կարացել է քշի այնտեղ 550 մարդ, հաջորդ անգամ կքշի 850 մարդ, հետո հաջորդ կիրակի դուք ասի տեսեք դինամիկա կա, իմ աղանդը աճում է, աղբե ջան, քրիստոնյաների թիվը Հայաստանում պակասում է, հայ առաքելական Սուրբ եկեղեցու բանը հետևորդների թիվը պակասում է, քրիստոնեությունը պղծողներ աղանդի հետևորդների թիվը ավելանում է։ Չի կարա այդտենց կապ ունենա։ Ոչ մի հայ առաքելական եկեղեցու հետևորդ չի գնա այդ պատարակին, չի դառնա։ Այսինքն ինքը վերցնում է այն ամբողջին, որը ոչ հավատք ունի, ոչ Աստված ունի, էլի, որը մանա դեմ չի, մա ինչ անենք, պաշտոնի փողի բանի խաթր գնա մի քանի ժամ կանգնի կեղծ պատարակի մասնակցի։ Հա, դե հիմի այդ մարդիկ էլ ասում են հիմի Հիսուս Քրիստոսը ներողամիտ է, նա մեր մեղքերի համար իր արունը տվեց, իր կյանքը տվեց, մարմինը տվեց։ Մենք ներողամիտ չենք։ Հիմա մենք էլ մեղավոր մարդիկ ենք, այդանք մի հատ մեղ գործենք, բան, հետո Նիկոլը չի լինի, կգնանք միտեղ մեղքերի թողություն կխնդրենք, Աստված էլ մեծ է, ասենք Տեր Աստվածի մի ինչ անենք, հա, մեղք են գործել, գայթակղվել ենք այդ Նիկոլի իշխանությամբ, Նիկոլի տված փողով եւ այլ, Աստվածը կարող ների էլ ինչ իմանաս։ Կարող ների, ինչ ասեմ։ Չէ, քո կարծիքով կների, չէ։ Չէ, չեմ կարծում որ Ես չգիտեմ, ես անկեղծ չգիտեմ կների, չի ների, որովհետև ես ոչ Աստված եմ, ոչ էլ Աստծու հետ ինչ որ այտենց անմիջական հարաբերություններ էլ կարելի է մարդուն ով մոլորվել է, իսկ այս պարագայում դա հասուն ընտրություն է։ Չես կարա ասես այդ, չգիտեմ, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մոլորված գնացել է կեղծ պատարակին է մասնակցել։ Մոլորված կին է։ Այդ նախ այդ կնոջ ամուսինը կրոնական կազմակերպության ղեկավար է եւ երկրորդ ինքը անգրագետ չի, իր բանականն է ավարտել, ինձնից 2 կուրս բարձր է սովորել, էլի։ Ինքը չէր կարա մոլորված լիներ այդքան։ Դե կարա, ես էլի եմ ասում, իրանց հետո որ Նիկոլը չլինի, բոլորը ասելու են, գիտես ինչ կա,
ինքը Без պապուտը։ չէ, ասելու են ինքը մեր ղեկավարն էր, ինքը մեզ հրամայեց, եւ մենք ընդամենը ոչ թե եկել ենք այդտեղ պատարակի, այլ եկել ենք այդտեղ Նիկոլ Փաշինյանի հրահանգով։ Ուղղակի հրամանը կատարել ենք։ Նիկոլ Փաշինյանը Հիտլերն է, ինչն է, որ ասեին հրամայել են, մենք էլ գենոցիդը արել ենք։ Այդ մի քիչ տենց էս այդ բանը չի, էլի սիտուացիան Դե չի։ լսի հիմի բռնապետ է, կարող է նույնիսկ Կարող ասել։ են ասեցում գիշերները, չգիտենք։ Չէ, սպառնում է օրինակ սպանել։ Հա։ Հիմի դու բացառում ես, որ ասենք Նիկոլի իշխանությունը կորցնելուց հետո մարդիկ կհելնեն կասեն, որ նա մեզ սպառնում էր, որ մեր երեխաներին կսպանի։ Վստահ եմ, որ տենց դեպքեր լինելու են, ոչ միայն տենց դեպքերը լինելու կարող ավելի դաժան, ասենք, չգիտեմ, կոմպրոմատներով էր մեզ շանտաժանում, ես իմ քրեական գործեր էր հարուցել, բայց ընթացք չէր տալիս, հազար բան կլինի, բայց այդ մարդկանց չի բան անելու, էլի։ Ես չեմ ասում արդարացնելու է կամ չի արդարացնելու, բայց ես վստահ եմ, որ իրանք փորձելու են այդ ձևով արդարանալ, որ մեր երեխաների, մեր չգիտեմ, մեր ընտանիքի անդամների համար մենք վախենում ենք, որ նա նրանց կսպանի, ու նա բառացի մեզ սպառնացել է, որ կսպանի, կոչնչացնի, չգիտեմ, կիսլատով կլողցնի, բան, sense բաներ ասել։ Լսի, ես չեմ բացառում, որ նա ասած լինի։ Ես անկեղծ եմ ասում, առանց սա ոչ թե հումոր եմ անում, ոչ թե սարկազմով եմ ասում կամ բան, հավատա, որ Նիկոլ Փաշինյանից սպասելի է, որ նա այդ մարդկանց նման սպառնալիքներ տեղա, նրանց նման սպառնալիքներով դիմի։ Այլ հարց է, որ բարձա չէ մարդը, եթե ինքը ստրուկ չի, ընտրության հնարավորություն ունի։ Կարա ասենք ասի ախպեր ջան, հիմա ես էլ քո իշխանության հետ չեմ ուզում։ Հիմա պայմանական Անահիտ Ավանեսյանը կարա գնա իր աբան աշխատի։ Ոչ մի քո իրան գլխից չի կրակելու։ Լսի, ես քեզ մի անցած շաբաթ մի հատ էլ իրադարձություն եղավ։ Նիկոլ Փաշինյանը ուղիղ մի քանի ամիս Արշակ Սրբազանին սպառնում էր, որ բան կանի, չէ՞, իբր Խայտարակի, Վարդապետի եւ այլն։ Արշակ Սրբազանը մոտավորապես հասկանում էր, չէ՞, ինչի առաջ է ինքը, որ ես այդ անկեղծ ասած չգիտեմ դա այդ տեսագրությունը, որը տարածվում է, դա արհեստական բանականությամբ է սարքած, իրականում է եղել, չի եղել։ Հաշվի առնելով Բագրատ Սրբազանի ձայնագրությունները մոնտաժած, կցած, կծրած, ինչ ասես կարա լինի։ Խոսքով տեսանյութը հրապարակվել Արշակ Սրբազանի ենթադրյալ տանից, որտեղ ինքը ինչ որ կնոջ հետ է։ Հա, դա լսի ինքը մի քանի ամիս այդ մարդուն սպառնացել է։ Բացի հրապարակային սպառնալիքներից, ես վստահ եմ, որ իրան անձամբ են սպառնացել, որ տես դու պետքա կաթողիկոսին դավաճանես, չգիտեմ, հայ առաքելական Սուրբ եկեղեցուն դավաճանես, թե չէ այդ քո նկատմամբ վարքաբեկող տեղեկություններ կհրապարակվեն, չէ՞։ Նիկոլ Փաշինյանը ինքն է կազմակերպել այդ տեղեկությունների պատրաստումը եւ հրապարակումը։ Բայց Արշակ Սրբազանը ունեցել է երկու հնարավորություն։ Մեկը դավաճանի իր հավատքին, եկեղեցուն եւ ամենայն հայոց կաթողիկոսին ու անցնի Նիկոլի քրիստոնեությունը պղծողների աղանդի շարքերը, եւ մյուսը ասի ախպեր ինչ ուզում եք արեք։ Ինչ ուզում եք արեք, ուզում եք հորինեք, ուզում եք մի հորինեք, ուզում եք տարածեք, մի տարածեք։ Ինքը ընտրել է երկրորդ տարբերակը, որը անհամեմատ ավելի առաքինի, ավելի գովելի պահվածք է, քան եթե ինքը տրվեր Նիկոլի շանտաժին։ Դեսի ես մի հատ վարկած ունեմ, ինչի հենց ընտրվել է Արշակ Սրբազանը, որովհետև մեջներից ամենահամարձակ, ամենասկզբունքային երևի Սրբազանն է, որը չէր վախենա տենց կոմպրոմատից, ու իրանք հատուկ գնացել են հենց այդ ֆորմատին, որ Իրանը հրապարակեն, մյուս Սրբազաններին մեսիջներ ուղարկեն, որ բոլորիդ վրա sense բաներ կա, կարող է ոչ իմանել չկա, կարող է սաղ նկարածա, ներկածա, չգիտեմ, սարքածա եւ այլն, բայց այն մյուս Սրբազանները, որոնք ավելի բան ունեն, հա, ավելի զգայ ունեն, ավելի փխրուն են, ավելի նուրբ են, իրանք բան տեղի տան էլի, այս շանտաժին տեղի տա։ Այսինքն Արշակը sense մի հատ բան էր, էլի, ցուցադրական գործընթաց էր, էլի, որ նայեք sense կանեն։ Դա տապալում էր, հասկանում ես, դա Նիկոլի տապալումն էր։ Բայց կար այդ բանը, ինձ օրինակ հետաքրքիր էր, մենք դե ամեն մեկս մեր փուչիկի մեջ ենք ապրում, հա, մենք մեր լենտան ենք տեսնում, մենակ մեր ընկերների արձագանքներն ենք տեսնում։ Ուզում եմ հասկանամ, ընդհանուր երկրի մասշտաբով դա բերեց այն արդյունքը, որը պետք է բերեր Նիկոլի պատկերացումը։ Լսի, իհարկե ոչ,
Իհարկե ոչ, ես վստահ եմ, որ որևէ մեկի վրա նման տեսանյութի, նման նախ դա տարածողի, իսկ տարածողը Ավելի շատ տարածողին ավարկաբեկում իհարկե Նիկոլ Փաշինյանի համար էր դա խայտառակություն, որ մի մարդ նստած է եւ զբաղված է մարդկանց անձնական կյանքին հետևելով ու տեսագրելով, եւ երկրորդը, լսի, քրիստոնեության մեջ կնոջ եւ տղամարդու սեռական հարաբերությունները դատապարտելի արարքներ չեն համարվում։ Ընդհակառակը խրախուսվում է երեխա ունենալը, ուրիշ, լսի, այդ որ ասում են կուսակրոնություն, չգիտեմ, հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան, չէ, ասենք սրբազանները, լսի, դա իրանց անձնական դրել է սահմանափակումը իրանց վրա, էլի։ Իրանք են Դա դրել։ դրսի սահմանափակում չի, Աստծո սահմանափակում չի։ Այո, դա ոչ Քրիստոսի, ոչ Աստծո, ոչ էլ Աստվածաշնչի, ոչ մի տեսակի։ Աստվածաշնչի մեջ որևէ տեղ գրաված չի, որ ասենք թե պետք է բանը եկեղեցական Ավելին Քրիստոսի առաքյալները բոլորը եղել են ամուսնացյալ են եղել։ Հա, մեր կաթողիկոսները երեխաներ են ունեցել։ Մեր սկզբի կաթողիկ, որովհետև դա քրիստոնեության արգելքը չի։ Դա մարդը ինքը ու գիտես ինչ կա, հա, դա մարդու խնդիրն է, ինքը իր վրա դրված արգելքը պահպանի, կարողանա պահպանել, թե չի կարա պահպանի, կպահպանի, թե չի պահպանի։ Նիկոլ Փաշինյանի խնդիրը չի էլի։ Կանոնների մեջ մտնենք ուրիշ օրինակ հարթակ։ Պատկերացնենք, որ նման տեսանյութեր, եթե կան հոգևորականների վրա, հաստատ շատ ավելի վատերը կան տարբեր տեսակի քաղաքական գործիչների եւ նաեւ Նիկոլ Փաշինյանի թիմի ներկայացուցիչների վրա։ Եվ գուցե Նիկոլ Փաշինյանի նկատմամբ Այդ դժվար ինքը իրան հոչի նկարել։ Խաչը կարող է հոմ վիդեո է արել, պիտեղ այդ դուզ գա, չես իմանա։ Որովհետև ակնհայտ է, որ այդ ռեսուրսները տենց նկարահանման, հա, մարդու, չգիտեմ, լոգարանում տեսախցիկ դնելու հնարավորություն, այս երկրում նես չի որ բոլորը ունեն, էլի։ Անկամ եթե դու այդ լոգարան մտնելու հնարավորություն ունես, դու այդ տեսախցիկը չես կարողանա դες, էլի։ Դա ամենամանր, լսի, դա ամենամանր, ամենաճղճիմ, ամենաողորմելի մարդու պահվածքա։ Համաձայն եմ։ Ով այտենց բան անում է, ինքը հոգով մեռած մարդ է։ Բայց այդ մարդը աշխատակից է, իր ապա համակարգի աշխատակից է։ Հիմա պայմանական այդ օպերը, որ տարելա դրել է այդ ժուչոկը։ Լսի, այդ օպերին ով է ցույցում տվել։ Ես համաձայն եմ, բայց այդ օպերի հոգեվիճակն ենք ուզում հասկանալ։ Լսի, այն մարդուն կարող է ասել են, լսի, հիմա ես քեզ մի բան ասեմ։ Ասել են, որ Արշակ Սրբազանին մենք կասկածում ենք օտարերկրյա գաղտնի ծառայությունների հետ համագործակցության մեջ եւ այս տեսանկարահանող սարքերը պետքա դրվի, որպեսզի նրա եւ ասենք թե, հա, լոգարանում կամ չգիտեմ, կապ չունի, պետքա դրվի, որ նրա կապը այդ օտարերկրյա ծառայության աշխատանքի համաձայն եմ, այդ մեկը հավատացել է, լսի, չէ, ես ուրիշ բան եմ ասում։ Բայց նայողը Ախպեր, բայց նայողը ով է։ Նայողը Նիկոլն է։ Դնողն ու նայողը Նիկոլն է։ Ուղիղ եթերով նստած տնից նայում է, ինչ որ մեկը պետք է, չգիտեմ, տասնյակ ժամերը ասես նայեր, որ ինչ որ մի հատ կադր բռներ կամ չէ։ Ինքը տենց նստած, այդքան պարապ է այդ տղեն։ Լսի, հա, ինքը իր էությամբ այդ մարդն է։ Բոլորը գիտեն, ով իր հետ աշխատում է, բոլորը գիտեն, որ ինքը բոլորին հետևում է։ Իր հետ աշխատողները գիտեն, որ ինքը բոլորին գաղտնալսում է, տեսագրում է, հետևում է, հետապնդում է, այդ որ նոր ասում ենք բան, վերջում ասելու են մեր երեխեքին, մեր չգիտեմ, բայց ես ինչ եմ ասում, բոլորը կանգնելու են այդ թիմին ինքը պահում է, այդ շանտաժի վիճակում։ Դե ուրեմն պետք է այդ մարդկանց փրկենք։ Բայց ոնց փրկենք։ Ազատագրենք։ Ազատագրենք, հա։ Չգիտեմ, գիտես, չէ, կանանց համար տենց բաներ կան, նշաններ կան, որ եթե քեզ բռնի պահում են ինչ-որ միտեղ կամ ստրկության մեջ ես, վիդեոներում պետք է այս բանը ժեստը անել, որ մարդկանց տեղյակ պահես, որ քեզ բռնի են քո կամքին հակառակ են պահում։ Ինքը այն որ մի հատ խոսք կա, չէ, եւ բան, մտրակ եւ բլիթ։
Լսի ինքը եւ մտրակում է։ Մի կողմից հա, տենց սիրում է, շահում է, չէ, Հա, երևի։ փող է տալի, չգիտեմ, ինչ որ փող աշխատելու հնարավորություն է տալի, բայց Երեխեքից է հարցնում, անհանգստանում է։ հա, Ինչալոց տենց բաներ էլ ունի, գիտես չէ։ Հրավիրում է իր տուն, չգիտեմ, գերեխումների, լավ հետները տժում է, բան, մարդիկ մտածում են, էս ինչ լավ տղա է։ դե հիմա չգիտեմ, ուզում եմ ասեմ, այնց չի որ այդ մարդկանց մենակ շանտաժով է պահում։ Վերջը այդ նույն ենթադրենք, չգիտեմ, Անահիտ Ավանեսյանի օրինակ այսօր բերեցինք, շատ բերեցինք, որովհետև ինքն էր նախարարներից այնտեղ ներկա այդ Չէ, բանին։ դե Պապոյանն էլ էր։ Հա։ Հիմա նույն այդ մարդիկ այնց չի որ մենակ շանտաժով են, նաև նրանք հսկայական իշխանություն եւ ֆինանսական ռեսուրս են աշխատում Նիկոլ Փաշինյանի։ Շահագրգռվածությունը մեծ է, բարձր, որ մենակ շանտաժը չի, մենակ վախը չի։ Տենց բան չեն, էլի պուպուշ չեն։ Բայց այն նախորդ անգամ հիշում ես հաղորդում խոսում էինք, ասեցինք, որ մի ինքնաթիռ ԿՊԱ-ական է մնացել։ Հա։ Այս պատարակը իսկականից ապացուցեց, որ մի ինքնաթիռ ԿՊԱ-ական է մնացել։ Կարող է դաժե չլցվի միջև վերջ, էլի։ Հա, եթե ենթադրենք Airbus A380 լինի, որը 6-700 մարդ է տեղավորում, հաստատ այդ օդանավը դատարկ կմնա, մի մասով դատարկ կմնա։ Ես չգիտեմ մենք ինչի վրա ենք սեծ ուրախացել, հատկապես որ Նիկոլը այդ շիզոֆրենիկին հատուկ համառությամբ փորձելու է կրկնի այդ փորմանը, հա, միջոցառումը։ Հիշում ես դրա մեջ PR երևի էլեմենտ կա։ Հիշում ես Գյումրիից գալուց էլ էր սկզբում տենց մենակ էր, հետո տենց կամած, ինքը այդ բանն էր տալիս, էլի, պրոգրեսիան էր տալիս։ Բայց ես էլ եմ չի ասում, հիշում ես ասում էի, որ փորձելու է հաջորդ, այսպես ասած, այդ կեղծ պատարակին կամ պատարակի պղծմանը ավելի շատ մարդ բերի։ Բայց դե ուրիշ տարբերակ ասա, ուրիշ ինչ անի։ Ինքը եթե ուրիշ տարբերակ չունի, գնում է դրան, չէ՞։ Հիմա ասենք ուրիշ ինչ անի, որն է մարդկանց վերցրելա բերթերն ա լցրել։ Այն խեղճ Մասիսի համայնքապետին խուլիգանության հոդվածով 6 տարի 3 ամիս են տվել, որ ընդամենը 3 ամիս պակասային այդ մարդը չէր նստի համաներմամբ դուրս կգար, հա։ Ընդ որում խափամամիջոցը փոխել են անհապաղ կալանքի, էլի, այսինքն տերորիստ է, էլի, խուլիգանությունն է, որ անելու է, եթե մնա ազատության մեջ։ Բանին, մեր ձևովի բանի փաստաբանին բան աստու գառն է այդ տղեն, էլի, կյանքում երևի մի ճանճի վնաս չի տվել, տարել են ինչա զանգվածային անկարգություններ կազմակերպելու հոդվածով, ընդ որում ասում են դատավորը սկզբում նենց է ցույց տվել, որ այս խնդիր չկա, չեմ տալու կալանքը բաման, հետո գնացել է ծեծված շամպես հետ է եկել ու սրա թափատվել 2 ամիս կալանք կարդացել։ Չգիտեմ Գյուղու քաղաքապետին նստացրել է մարդ չի հասկանում ինչ ա ուզում։ Հա, Գյումրու քաղաքապետին 4 միլիոն կաշառքի կասկածանքով, ուրեմն մտել են Գյումրի 14 միլիոնի վնաս են տվել ոստիկանները։ Ճիշտ է, Այսինքն այս պետությունը ուրիշ վաղ մեր աշխատողին 10,000 դրամ կեղծ փող էին տվել, եկան ասեցին, այդ գումարի համար մենք քրեական գործ չենք կարող հարուցենք, ավելի մեծած նստում ծախսերը պետության վրա այդ հանցագործին գտնելը, քան թե այդ քո 10,000 դրամն է։ Այսինքն այդ համաչափության սկզբունքը մենակ վերաբերվում է լրագրողներին ու հասարակ մարդկանց, էլի, իսկ Գյումրու քաղաքապետը 4 միլիոն հանցագործ։ Դավիթ Համբարձումյանը վերջի այսպես կոչված ընդդիմադիր, այսպես ընտրված, ոչ թե կներես բանը, կներեք այսպես կոչվածի, բայց իրականում ոչ ԿՊ-ական կամ Նիկոլ Փաշինյանի կենթանի կամ չնստած համայնքապետն է։ Հիմա նայի ամսի 16-ին Վաղարշապատ համայնքում տեղի են ունենալու ընտրություններ։ Ընդդիմության թեկնածուները առնվազն այնտեղ 4 քաղաքական ուժ ընդդիմադիր է եւ հայտարարում են, որ հաղթելու դեպքում իրանք միավորվելու են, հա, եւ բան են անելու, ընտրելու են ընդդիմադիր քաղաքապետ։ Չեն թողնելու որ ԿՊ-ն կրի։ Հիմա դու պատկերացնում ես այդ մարդու վիճակը, որը համաձայնվելու է ընտրվի Վաղարշապատի համայնքապետ։ Փարաքարի համայնքապետի օրինակը աչքի առաջ, բանի Գյումրու համայնքապետի օրինակը աչքի առաջ, Վանաձորի համայնքապետի օրինակը Ալավերդու, Բերթի եւ մյուսների, հա, մնացած բոլոր համայնքապետիկ պետք է լինի։ Հա այդ մարդը ոչ թե հաղթում է ընտրություններում, ինքը հաղթում է Բերթի ուղեգիր։ Մենակ Բերթի չի, կարող է ավելի վատ լինի։ Մենք այդ մարդուն արի չսարսափեցնենք։ Կարող է։ Հա, լրիվ։ Հա Նիկոլ Փաշինյանը ասում է, ով ինձ հաղթեց,
կամ նստելու է, կամ սպանվելու է։ Всё։ Հալալ։ Հալալ։ 550 հոգանոց Ու խմբով ինքը կարող է մի ամբողջ երկիրը Բայց տեղավորել։ մյուս կողմից ողջունելի է, չէ, որ նույնիսկ այդ պայմաններում այդքան մարդ պայքարում է քաղաքապետ Նիկոլ Փաշինյանի տեխնացումին հաղթելու համար։ Այո։ Մի բան էլ եմ ուզում ասեմ, քանի որ անդրադարձանք բանին, Էջմիածնի քաղաքապետի։ Նիկոլ Փաշինյանը այդ ընտրություններում մի հատ շատ հետաքրքիր տեխնոլոգիա էլ է փորձարկում։ Ընտրություններին մասնակցեն մարդիկ, որոնք իբր թե հանդես կգան ոչ ՔՊ-ական, կեղծ ընդդիմության դիրքերից, օրինակ ծպտալ ՔՊ-ականները։ Ծպտյալ ՔՊ-ականները, օրինակ, չգիտեմ, ով որ մի քիչ քաղաքականության մեջ շատ հետևում է քաղաքականությանը, ծանոթ է եւ այլն, գիտի որ ազատ դեմոկրատներ կուսակցություն կա, որի ղեկավարը Խաչատուր Քոքոբելյանն է, Նիկոլ Փաշինյանի մերձավոր ընկերն ու աջակիցն է, նույնիսկ բիզնես գործընկերն է, եւ այդ կուսակցությունը պատկերացնում ես Էջմիածնում հանդես է գալի իբր թե ընդդիմադիր դիրքերից։ Այնտեղ մի հատ տեխնացու ունեն իրանք, ազատ դեմոկրատների այդ առաջի համարը Վահե կարծեմ Ազատյան։ Պատկերացնես մարդիկ այն օրը ինձ ասում են, որ այդ ցուցակում մարդ կա, որի որդին զոհվել է 44-օրյա պատերազմում, այդ մարդը ասել է, այդ կինը ասել է, ես ձեռս կկտրեմ, բայց Նիկոլներին ձեն չեմ տա, ու գնացե հայտնվել է Խաչատուր Քոքոբելյանի այդ ազատ դեմոկրատների բանում։ Հա, պրոստը ուղակի մարդը տեղյակ չի, որ ինքը փաստորեն ծառայում է Նիկոլներին, այսինքն կա Նիկոլ եւ կա Նիկոլներ։ Պետք է հասարակությանը, քաղաքական ուժերը էդ էլ պետք է անեն, էլի, նաեւ գուցե նաեւ մեր խնդիրն է։ Իրազեկեն, օրինակ Արամ Սարգսյանի կուսակցությունն էլ է մասնակցում, բայց գիտեն, որ դա Նիկոլներ են, Նիկոլա։ Բայց օրինակ ասենք բանը Խաչատուր Քոքոբելյանի ազատ դեմոկրատների մասին մարդիկ չգիտեն։ Լսի, դա երևի թե հնարավոր է անել տենց համայնքներում ընտրությունների ժամանակ, որովհետև մարդիկ տենց շատ չեն խորանում, էլի, ողում կուսակցությունն է, բայց համապետական ընտրությունների ժամանակ ինձ թվում է լինելու է Նիկոլի հետ չհամագործակցելու խարճը, որը բոլոր ընդդիմադիր ուժերը մինչև ընտրություններ կստորագրեն, հա, պարտավորվելով, որ եթե ընտրությունները հաջողվի ընդդիմության հավաքական կազմով հաջողվի 50-ից ավել ձայն հավաքել, 50%-ից ավել, իրանք ոչ մի պարագայում այդ չեն միավորվի կամ չեն համագործակցի Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ի հետ։ Իհարկե, դա շատ կարևոր է։ Ու այդ ըստ այդմ էլ մենք ընտրությունը կանենք, ով կստորագրի խարտյան, իրանք ընտրեք, ով չի ստորագրի։ Դի պարտադիր չի, որ նույնիսկ իրանք ինչ որ թուղթ ստորագրեն։ Լավ կլինի, որ օրինակ Էջմիածնում այդ քաղաքապետի այդ ընդդիմադիր տեխնացուները, առնվազն 4-ը, հստակ հայտարարել են, որ իրենք որևէ պայմանով, որևէ պարագայում ՔՊ-ի եւ ՔՊ-ի տակ հանդես եկող ուժերի հետ չեն համագործակցի, այսինքն ոչ միայն ՔՊ-ի, այլ այսպես կոչված կեղծ բան էլի, թաքնված ՔՊ-ականների, ասենք Հանրապետություն կուսակցություն, ազատ դեմոկրատներ, այդ կուսակցությունների հետ չեն համագործակցի։ Դա շատ կարևոր բան է, շատ կարևոր։ Համաձայն եմ, ինձ թվում է այդ մեթոդը տենց ծպտալների ՔՊ ապահովել, ՔՊ-ին ձայներ ապահովել չի հաջողվել։ Նախ որովհետև չկան այդպիսիք, ովքեր ձայն կհավաքեն, բայց բան չեն, էլի, արդեն բացահայտ նիկոլական չեն, էլի։ Եվ երկրորդն էլ տենց դժվար է, էլի, բուջուր երկիր է, բոլորս իրար ճանաչում ենք, ով ընկեր բարեկամ։ Դե մարդիկ մտածում են, որ կարան դերասանություն անեն, ինչ որ կեղծ բաներ անեն, տենց գնան ասեն Օ, ինչ եք ասում, միթե նախկին, ասենք, բանը քաղաքապետը, գործող քաղաքապետը, իբր իրանք ընդդիմադիր են, բանկոն, միթե գործող քաղաքապետը տեղյակ չէր ձեր այս խնդիրների մասին, որպեսզի լուծեր, այսինքն սրանք ընդդիմություն են ջրամատակարարման եւ աղբահանության գծով։ Մեկ էլ մի քիչ էլ ասֆալտի։ Ասֆալտը չէ, դե ասֆալտը հիմա ՔՊ-ի ոնց կարելի է ՔՊ-ի ասֆալտի գծով ընդդիմությունն է, դա սրբությունն է։ Հաստատ, ասֆալտը իրանց նոր ջրամատակարարման եւ կոյուղաջրերի աղբահանության գծով ընդդիմադիր ուժեր։ Համաձայն եմ, շատ լավ որակում է։ Դա այն բանն է, մաքսիմումն է, որը կարելի է թույլատրված է կեղծ նիկոլներին քննարկել, էլի դե լավ է, ճիշտ է, նախկինների հետ տարբերություն կա, բայց
աճելու, բարելավելու տեղ Հետո կա։ համայնքապետն է մեղավոր։ Հա, Որ Նիկոլ չի Փաշինյանը մեղավոր չի, իհարկե։ Պաշտպանությունը վատ անցել, այդ ձեր բանն է, քաղաքապետն է մեղավոր։ Հա, Չէ՞։ Նիկոլ Փաշինյանը չգիտի։ Հա, Որ չգիտի։ իմանար, բա որ իմանար կավա չպարժեր, չէ՞։ Գագարինք իր ձեռով ձեր աղբանությունը կիրականացներ։ Հաստատ։ Լսի, վերջում ուզում եմ մի փոքր ժամանակ հատկացնենք, քննարկենք այսօր հոկտեմբերի 27-ն է, երևի ամենադժբախտ օրերից մեկը հայկական պատմության մեջ։ Շատ են վարկածները, որ եթե չլիներ հոկտեմբերի 27-ը, մենք այլ պետությունում կապրեինք։ Դու համաձայն ես դրա հետ։ Հոկտեմբերի 27-ը ոչ միայն մեր այս նկատի ունեմ 90-88-90 թվականներից հետո ձևավորված Հայաստանի Հանրապետության ամենաողբերգական, բայց նաև կարող է մարդիկ բան չանեն, շատ հերոսական էջ է, շատ հերոսական էջ։ Ինչի համար եմ ասում հերոսական, որովհետև Վազգեն Սարգսյանը գիտակցված գնաց մահվան, գիտակցված։ Ես առավել քան վստահ եմ, որ Վազգեն Սարգսյանը գիտեր, որ ինքը գնում է մահվանը ընդառաջ իր քայլերով եւ ինքը նույնիսկ այդ պայմաններում դրսևորեց բացառիկ հերոսություն եւ չընկրկեց, այսինքն իր սկզբունքներից, իր համոզմունքներից հետ չկանգնեց։ Վազգեն Սարգսյանը Հայաստանի այդ 35 տարվա պատմության մեջ ամենաըմբոստ, համարձակ, ամենահերոսական կերպարն է։ Ինքը սպանվեց մի բանի համար, որ ասեց, որ Հայաստանում մենք ենք որոշելու, ով պետքա լինի իշխանությունը, ոչ թե արտաքին ուժերը, այլ ես։ Ինքը ասում էր, որ այն որ մի հատ լոզունգ կա, չէ՞, մենք ենք տերը մեր երկրի։ Ինքը պատժվեց նրա համար, որ ինքը ոչ թե Նիկոլ Փաշինյանի նման կեղծ ինքնիշխանություն էր խաղում էր ինքնիշխանություն, ինքը իրականում Հայաստանի ինքնիշխանության նվիրյալ էր, ինքը համարում էր, որ հենց Հայաստանում հայ ժողովուրդը եւ հայ ժողովուրդը մի քիչ բան ասեցի, վերամբարձ եղավ, բայց հայկական էլիտան պետքա որոշի, թե այստեղ ով եւ ոչ թե դրսից պետքա նշանակվի։ Եթե չլիներ այդ ողբերգությունը, մենք այլ երկրում հիմա Միանշանակ, եթե Վազգեն Սարգսյանին հաջողվեր իր այդ գիծը առաջ տանել, Հայաստանը հիմա պարշի լրիվ ուրիշ պետություններ լինի, անճանաչելիորեն ուրիշ։ Այսինքն չէր լինի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Բացառվում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մեծ հաշվով, լսի, բոլորը ասում են, որ Նիկոլ Փաշինյանը իրականում Նաիրի Հունանյանն էր այս պետության համար։ Ուղղակի մինչև 99-ից մինչև 18 թվականը, այդ 19 տարին, դա ինչ որ իմաստով անցումային շրջան էր։ Երբ որ պետությունը, Հայաստանում իշխանությունը վերջնականապես զավթվեց օտար ուժերի կողմից, սենց ասենք։ Լսի, այդ բaragայում հետաքրքիր է, մենք հերոսների նկատմամբ մի դեպքում ենք հարգանք ունենում, երբ որ նրանք մահացել են, հա, գնա մերի արի սիրեմը մեր մասին է։ Եթե այս պահին կենթանի լինեին Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը, մենք այդ մարդկանց նկատմամբ էինք վարվելու, նենց ոնց վարվեցինք Մանվել Գրիգորյանի հետ։ Այ ես 99 թվականին լրագրող եմ եղել, երբ որ ես այդ ժամանակ Վազգեն, հիմա սենց լավ խոսում եմ, չէ՞, Վազգեն Սարգսյանի մասին, բայց ես այն ժամանակ Վազգեն Սարգսյանին վերաբերում եմ թշնամանքով, ատելությամբ, բան։ Ինչի համար, Զառա, որովհետև մենք յուրաքանչյուրս, նույնիսկ լրագրողները, նույնիսկ շարքային այն մարդիկ, ովքեր թվում է թե պետք է ավելի տեղեկացված լինեն, պետք է ավելի հավասարակշիռ լինեն, քան սովորական, ասենք, ոչ լրատվական քաղաքական դաշտում գործող մարդիկ, մենք բոլորս քարոզչության զոհերն ենք։ Մեր շրջապատող ինչ որ չափով քարոզչության զոհերն ենք։ Ես ընդունում եմ, որ ես եղել եմ այն ժամանակ ատելով Վազգեն Սարգսյանին, եղել եմ քարոզչության զոհը,
Պարզ է, որ Վազգեն Սարգսյանը ոչ սուրբ էր, ոչ սրբություն էր, ընդհանրապես կենդանի մարդիկ սրբեր չեն ելնում, ոչ է սրբություններ են ելնում։ Բոլորը ունենում են թերություններ, չգիտեմ, ունենում են ինչ որ սխալներ, քննադատելու լիքը արժանի բաներ, բայց երբ որ մարդուն ազգային հերոսին սարքում են թիրախ, սարքում են հակահերոս, որ նա բաներ բռնարար էր, այսպես էր, այնպես էր եւ այլն, դա քարոզչություն է, որովհետեւ շատ հեշտ է բանը հանրային գիտակցության վրա ազդել եւ հերոսից սարքել հակահերոս եւ հակառակը։ Հակառակն էլ է հեշտ։ Իհարկե։ Հիմա ես ցանկացած թափթփուկին սարքել է։ Ապա թափթփուկին չէ։ Մի հատ սովորական մեկին սարքել բան, ասենք ազգային հերոս։ Լսի, հիմա որ մեկը վերցնի մեր ազգային հերոսների ցանկը նայի, ախպեր, կարասի լավ ախպեր, այս մարդու հերոսությունը ո՞րն է։ Օրինակ ես քեզ մի բան ասեմ, Քրքրքորյանը ազգային հերոս է, չէ։ Հիմա ասում ենք, ես չեմ ուզում այդ մարդու մահացել է, գնացել է։ Լսի, ասում են այդ մարդը 250 կամ 300 միլիոն գումար է նվիրել։ Միշտ պետք է հիշել, որ հերոսը փողով հերոս չի լինում։ Ինչքան ուզում է դու փող ծախսած լնես, հիմա ես քեզ հարց եմ տալի, եթե Քրքրքորյանը 250 միլիոն փող է ծախսել ու ազգային հերոս է։ Հիմա օրինակ մեկը որ ծախսի 500 միլիոն Հայաստանի համար, ինքը հերոս կլինի։ Այսինքն հերոսությունը ստացվում է, հերոսությունը կարելի է փողով առնել։ Կարելի է, տենց է, չէ՞ ստացվում։ Լոգիկայով արի նայենք, բանականությամբ նայենք։ Քրքրքորյանը ինձ թվում է այդքան փողի խնդիրը չի, ինչքան այդ մարդու ցանկությունը մասնակցել երկրի կայացման։ Զարա, միշտ հիշի, հերոսը այն մարդն է, ունենար կարող է գալ, չգիտեմ, ասֆալտ գցելու գործին մասնակցել։ Հերոսը այն մարդն է, որը իր հայրենիքի զոհասեղանին դրել է իր կյանքը։ Всё, վերջ, ուրիշ չափանիշ հերոսության չի կարա լինի։ Մարդու համար ամենաթանկ, ամենագնահատելի բանը դա իր կյանքն է։ Ընդ որում ամեն մարդ չի, որ իր կյանքը զոհելով հայրենիքին, դառնում է բան, ազգային հերոս։ Այդ հերոսությունը պետքա նաև անենց մի հատ արդյունքի բերած լինի հերոսության։ Դες օրինակ պատերը եթե ուղակի զոհվում է պատերազմին, դա հերոս է, բայց ոչ ազգային հերոս։ Ինքը հերոս է, բայց եթե մարդը ենթադրենք անենց մի հատ հերոսություն է անում, որի արդյունքում ուղղակի մարդիկ սարսռում են, ասում են, եթե այդ հերոսությունը չլներ մեր ճակատագիրը, մեր ընդհանուր մեր հասարակության, երկրի պետության։ Օրինակ տես Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի արած հերոսությունը, ես էլ եմ ասում, իրան գնացել են գիտակցված մահվան, հանուն Հայաստանի Հանրապետության։ Ես կարամ ասենք վիճարկեմ, ասեմ այդ մարդիկ հերոս չեն։ Բայց ասենք եթե մարդուն փողով հերոս տալը մենակ այն պատճառով, որ ինքը շատ փող է ծախսել Հայաստանի զարգացման համար, դա հերոսի իմ պատկերացնում կարող է մեկը ասի ախպեր, թող մեկը բերի 500 միլիոն ծախսի հիմի Հայաստանի տնտեսության մեջ, իրան հերոսի կոչում տանք։ Հիմա դու հասկանում ես, մեր երկրում այս պահին հարկ վճարողն է հերոս։ Այսինքն այս իշխանությունը քարոզում է ոչ թե շատ փող ծախսած մարդուն երկրի համար, ոչ թե բարեգործություն արած մարդուն, թե կուզգոնե։ Հիմա ասում է պրոստը հարկդ վճարեցիր, որ ես կարողանամ նոր ավտո ձեռք բերեմ իմ համար, իմ թիկնազորի համար, որ կարողանամ, չգիտեմ, 2 հատ տեսախցիկ հոգևորականների տները ավել դնեմ, դասել ես անցյալ շաբաթ հայտարարելա, որ նոր տեխնիկա է գնում գաղտնալսումների համար։ Այդ մարդը արդեն հերոս է։ Մենք ինչի մասն ենք խոսում։ Դե այդ եմ ասում, երբ որ փողը վերածվում է հերոսության, դա արդեն հերոսություն չի, դա արդեն առևտուր է։ Հենց այն որ սկսում են մարդու արած փողով կամ ծախսած փողով որոշել նրա հերոսությունը կամ նրա արժանիքը, ես խոնարհվում եմ էլի Քրքրքորյանի արածի հանդեպ։ Ես հանկարծ մեկը չմտածի, պարզ է այդ մարդը շատ լավ բան արել, լավ բան են արել բոլոր այն մարդիկ, ովքեր ընդհանրապես Հայաստանում բարեգործություն են արել կամ ինչ-որ ներդրում են արել Հայաստանի տնտեսության մեջ, մարդկանց կյանքում, կայացման մեջ, հա, ինչ-որ մեկի կյանքն են փրկել, այդ բանին ինչ-որ ուսանողներին ուսման են տարել եւ այլն, բայց ես էլի եմ ասում, հերոսը այն մարդն է, որը դրել է իր կյանքը, որովհետև կյանքը ամենամեծ
բանն է, չափման միավորն է, տեսք Քրքորյանը իր ունեցվածքի կարող է մի 5 կամ 10%-ն է ծախսել։ Ոչ իր կյանքը ինքը բան չի արել, չի դրել էլի Հայաստանի համար։ Եվ այդ իր ինքնազոհողությունը բերել է համընդհանուր բարիքի, այսինքն բոլորի կյանքն է փրկել։ Դրա համար եմ ես ասում, որ մենք պետք է մի քիչ մեր արժեքներին ուրիշ ձև նայենք։ Մարդկանց պետք չի ասել, որ ով փող է վճարում, նա հերոս է։ Ով հարկ է վճարում։ Հա, փողը էլի փողն է էլի, ու դու մտածում ես հարկը ի՞նչն է, փողն է էլի։ Դա փող չի էլի։ Փողը սարքել հերոսություն, դա ամենամեծ հանցագործությունն է։ Չէ, իրենց համար հերոս են դա հիմա, ինչ ես ուզում։ Մենք շատ բան չենք ուզում այս իշխանությունից, շատ սպասումներ չունենք։ Ես ընդհանրապես որևէ սպանություն չունեմ, ես միայն անհանգստություն ունեմ։ Այս ուրախ նոտայի վրա ասում Ավետիսի անհանգստությունները փարատելու համար խնդրում եմ մեկնաբանություններում գրեք, տեսել եք արդյոք այդ կեղծ պատարագի լուսանկարները, ինչ կարծիք եք, հաջորդ շաբաթ կհաջողվի պրոգրեսիա ապահովել, մի թեթևավել։ Մարդ բերել այդ Հովնանավանքի եկեղեցի, թե արդեն անհույս է, արդեն խայտարակ է եղել։ Հնարավոր է, ասեմ ինչի համար 40,000 ոստիկանության աշխատակից կա։ Եթե 40,000-ին հագցնեն 10%-ն էլ բերեն լավ է, էլի։ Թույն առաջընթաց։ Անընդհատ կարելի է առաջընթաց, ոստիկանների քանակը ավելացնելով քաղաքացիական հագուստով։ Ոստիկանների մենք դեմքով ճանաչում ենք, տեղորոշում ենք։ Պիտի խնդրեմ, բաժանորդագրվեք։ Պիտի խնդրեմ ձեր մեկնաբանությունները թողնեք, մեզ լայք կամ դիսլայք տնեք, այդպիսով YouTube-ը մեզ ավելի մեծ լսարան է ապահովում եւ մեզ ավելի հաճելի է գալ ամեն երկուշաբթի ձեզ համար այս տաղավարում քննարկել ամենակարևոր իրադարձությունները։ Լավ մնացեք։ Այդ բանաձևի դուք համաձայն եք ազգակործական ասում։ Ոչ միթիզական Ռեմբոն դառավ աշխարհակահաղական գիքո։ Այդ մարդը կապիտուլյանտ է, ինքը ձեռքները բարձրացրել, հանձնվել է։ Ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։